Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր փետրվարի 26։ Եվ պահեցեք իմ կանոնները և իմ դատաստանները, որ մարդը, որ նրանց կատարե, նրանցով կապրե, ես եմ Եհովան։ Ղևտացիս 18:5 խոսք։ Կարևոր է, որ Աստծո ժողովրդի ծառայությունը կատարվի հոժարությամբ, քանզի սերը միակ ճշմարիտ սկզբունքն է, որից կարող է բխել Աստծուն ուղղված ցանկացած ընդունելի ծառայություն։ Հայրը փնտրում է միայն նրանց, ովքեր երկրպագում են նրան հոգով և ճշմարտությամբ։ Մարդու մարմնավոր միտքը թշնամանքի մեջ է Աստծո հետ, ուստի անկարող է նման հոգևոր երկրպագության, ահա թե ինչու է անհրաժեշտ վերածնունդը։ Սակայն շատերը մնում են միայն արտաքին ձևերի մեջ, կարծես պարտադրանքով կատարվող գործեր լինեն։ Հեսուն նրանց ընտրության առաջ է դնում, սակայն ոչ այնպես, կարծես միևնույն է իրեն, թե կծառայեն Աստծուն, թե ոչ։ Ընտրեցեք այսօր ձեր համար, թե ում պիտի պաշտեք։ Հարցն այժմ պարզ դրված է ձեր առաջ։ Նա վճռում է այդպես վարվել, ինչ էլ որ որոշեն ուրիշները։ Նրանք, ովքեր դեպի երկինք են ձգտում, պիտի պատրաստ լինեն հոսանքին հակառակ լողալու։ Չպետք է անեն այնպես, ինչպես շատերն են անում, այլ անեն այն, ինչը լավագույնն է։ Եվ ոչ ոք չի կարող իրեն պատշաճ պահել որևէ դիրքում, եթե խորապես չի մտածում իր հավատքի պարտականությունների մասին ընտանեկան հարաբերությունների մեջ։ Իսրայելացիները համաձայնվում են Հեսուի հետ, ազդված լինելով նրա օրինակով, ով նրանց համար մեծ օրհնություն էր եղել։ Նույն կերպ էլ մենք պիտի ծառայենք մեր Տիրոջը։ Տեսնում ենք, թե որքան մեծ բարիք կարող են գործել մեծ մարդիկ իրենց ազդեցությամբ, եթե նախանձախնդիր են հավատքի մեջ։ Հեսուն նրանց մղում էր, որ ամբողջ սրտով վճռեն կառչել Տիրոջից, հրաժարվելով իրենց սեփական ուժերին վստահելուց, քանզի հակառակ դեպքում նրանց որոշումները զուր կլինեին։